Պարոն Հարությունյան, ինչու եք որոշել մասնակցել Էջմիածնի ընտրություններին, ինչն է ձեզ այդ որոշմանը հանգեցրել։ Նախ ասեմ, որ ես երկար տարիներ եղել եմ Դողս համայնքի ղեկավար, որոշումը կատարել ենք թիմային, իհարկե մեր կուսակցության ղեկավարի միջնորդությամբ, եւ մեր թիմը փորձի եւ երիտասարդության համադրությունն է, թիմում մենք ունենք մարդիկ, ովքեր որ նույնպես ունեն երկար տարիների համայնքի ղեկավարման փորձ։ Մեր որոշումը թիմային է եւ բնական է, որ ես ինքս եմ որոշում կայացրել, բայց մենք որոշումը կայացրել ենք թիմային։ Այսինքն փաստորեն համայնք ղեկավարելու փորձ ունեք եւ այդ փորձը ձեզ ինչ է հուշում, արդյոք իշխանական կուսակցությունը, որ հիմա Էջմիածինը ղեկավարում է, արդյունավետ ձևով չի ղեկավարում։ Ուրեմն ասեմ ձեզ, փորձը հուշում է, այո, դուք շատ ճիշտ եք։ Բացի ինձանից նաև մեր Դավիթ Կարապետյանը, ինքը նույնպես ունի երկար տարիների փորձ, գիտեք ոնց, եթե կարելի է մի քանի բառով ավելի ինձ մանրամասը ասեմ, մենք եղել ենք մեր համայնքների ղեկավարները, միջև խոշորացված համայնքները, այն այսպես ասած ժողովրդի լեզվով կոպեկ առ կոպեկ խնայելով ինչ որ կառուցել ենք, շենացրել ենք եւ այսօր որ ցավով ես նայում, որ քու կառուցած, այսինքն մենք քար ենք դրել քարի վրա, ոնց թողել ենք, այտենց ոնց որ ասած մնացել է, էլի չի ավելանում, հակառակ process-ն է ընթանում։ Իսկ մեր որոշումը եկել է դրանից։ Այսինքն ձեր համայնքի մասին եք խոսում, այսինքն մեր համայնքի ու մնացած համայնքների հետ կապված։ Ենթադրենք ընտրվել եք համայնքի ղեկավար, ինչ խնդիրներից եք սկսելու։ Ուրեմն ասեմ ձեզ, համայնքը շատ խնդիրներ ունի։ Նախ գյուղական համայնքները լուրջ ոռոգման ջրի խնդիրներ ունի, Խոյ համայնքում ունենք նաև գյուղական համայնքներ, որոնք որ խմելու ջրի խնդիրներ ունեն, առաջնահերթ խնդիրներից մեր, որ մենք ունենք, ու բնականաբար քաղաքում խնդիրները նույնպես շատ են, տանիքների, ասֆալտապատման, բակերի, մաքրման, աշխատանքների շատ խնդիրներ ունենք եւ մեր, այսպես ասած, ոնց որ մենք շեշտը դրել ենք, որ մեր քաղաքը պետք է սարքենք տուրիստական երկիր, այսինքն մեր հանրապետության Վատիկանը պետք է սարքենք մեր քաղաքը։ Շատ լավ։ Եվ շատ է այս օրերին քննարկվում, թե հնարավոր համագործակցություն ում հետ կարող է լինել, ում հետ եք բացառում։ Դուք այն տեխնացուները, որ կան այսօր առաջադրված, ում հետ կհամագործակցեք, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Գիտեք ոնց, ուրեմն ասեմ ձեզ, մենք չենք բացառում մեր համագործակցությունը անդիմադիր ուժերի հետ, մեր համար կարմիր գիծ է, ովքեր որ այսպես ասած սատարում են ՔՊ-ին։ Այն ուժերը, որոնք որ իսկապես ընդդիմադիր են, մենք չենք բացառում մեր համագործակցությունը այդ ուժերի հետ։ Այսինքն Արգիշտի Մեխակյանի հետ ցանկացած պարագայում չեք բացառում։ Արգիշտի ՔՊ-ի հետ բացառում ենք մեր համագործակցությունը։ Ոնց է գնահատում ընդդիմադիր ուժերի հնարավորությունները, այսինքն կստացվի համատեղ ուժերով իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Գիտեք ոնց, ես չեմ ուզում ինչ-որ մեկի ուժերը թերագնահատեմ, մենք մեր թիմով մենք առաջ ենք եթում նոր իշխանություն ձևավորելու քաղաքում եւ հաղթանակ, միանշանակ մենք հաղթանակ ենք ունենալու մեր վաղաշապատ խոշորացված համայնքի ընտրողների քվեով։ Քանի որ Էջմիածինը հոգևոր քաղաք է եւ մենք վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչ է կատարվում եկեղեցու հետ կապված երեկվա իրադարձությունները, ձեր վերաբերմունքը ինչպիսին է այս ամենը։ Մենք ուրեմն ստորագրահավաք ենք կազմակերպել ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու, շրջել ենք տնետուն, բակ առ բակ, ամբողջ մեր քաղաքը մանենք եկել Զվարթնոց եւ ասեմ ձեզ, որ 99% եկեղեցու կողքը կանգնած է։ Ինչ հարցով եք ստորագրահավաքարել, այսինքն որն է եղել ստորագրահավաքի հիմնական հարցը կամ պահանջը։ Ստորագրահավաքը եղել է աջակցություն հայ առաքելական եկեղեցուն։ Ինչքան է հավաքվել, ինչքան ժամանակ։ Մենք ճիշտն ասած ստորագրահավաքը ուրեմն 7 օր ենք արել, 7 օրվա ընթացքում 3000 եւ ավելի մարդիկ ստորագրություն են տվել, այսպես ասած։ Այսինքն դուք կարծում եք, որ ամեն դեպքում, ինչպես իշխանությունն է ասում, չի հաջողվելու կաթողիկոսին հեռացնել եւ նրանց արշավը եկեղեցու դեմ չի ստացվել։ Ասեմ ձեզ, մենք մեր ամբողջ թիմով
ունենք նույն միտքը, որ չի ստացվելու եւ մենք բոլորս կանգնած ենք մեր եկեղեցու կողքին։ Քաղաքացիներին հորդորում եմ, որ քարոզ արշավի ընթացքում թող մասնակցեն, էլի, թող մասնակցեն այս ընտրություններին եւ թող, այսպես ասած, հաղթի արժանապատիվը։